Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, այսօր շատ սիմվոլիկ է, որ մենք գտնվում ենք ճաղերի հետևում։ Ազգային ժողովի ճաղերի հետևում գտնվում ենք մենք եւ ամբողջ ժողովուրդը, բանտային ճաղերի հետևում գտնվում են մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի եւ հավատի համար պայքար են մղում եւ պատրաստ են կրել այդ պայքարի գինը։ Այսօր ամոթի օր է։ Ամոթի օր է ամեն օր, երբ մենք ունենք քաղբանտարկյալներ։ Ամոթ է ողջ ժողովրդին, ով հանդուրժում է այս պայծառ իր զավակների բանտարկությունը, այդ նույն ժողովրդի ապագայի, հավատամքի եւ արժանապատվության համար։ Մենք, այո, ամոթանք պետք է տանք նաեւ եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ առաջին ամոթի կրողը հենց մենք ենք, հայ ժողովուրդը, որն այսօր դեռևս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանություններին, այլ նաև բանտերից ազատել իր լավագույն զավակներին։ Սիրելի ներկաներ, ես խնդրում եմ մի պահ շրջենք նկարները դեպի քաղաք, դեպի Երևան, թող Երևանը տեսնի իր բանտերում նստած իր զավակների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկարները, թող անցնող մեքենաները, տեսախցիկները, մարդիկ ֆիքսեն, որ իրենց ազատ կյանքը ժամանակավոր է, որ իրենց բարեկեցիկ կեղծ կյանքը անցողիկ է, իսկ կան մարդիկ, որոնք այդ կյանքի համար իրենց կյանքն են տալիս այսօր Նուբարաշենից մինչև կենտրոն, Գորիսի բանտից մինչև Արմավիրի բանտ, ամոթ Երևանին, ամոթ Գյումրիին, ամոթ Վանաձորին, ամոթ Էջմիածնին, ամոթ բոլոր գյուղերին եւ քաղաքներին մեր երկրի, որ մենք ունենք այսքան շատ քաղաքական բանտարկյալներ, որ մենք չենք կարողանում ապահովել իրենց ազատությունը։ Հիմա շրջվենք դեպի այս կառույցը, որը թաքնվել է իր ժողովրդից ճաղերի հետևում։ Այս կառույցում հիմա հյուրընկալվել է եվրոպական օմբուդսմենը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։ 25 տարի առաջ Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին։ Այն ժամանակ շատերը չեք հիշի, երիտասարդ եք, մենք հույսեր ունեինք, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը որքանով էլ դժվար է լինելու անցնել, այնուհանդերձ մեր երկրին բերելու է ազատություն, արժանապատվություն, հավասարություն, բարեկեցություն։ 25 տարի անց փաստում ենք, որ այդ ամբողջը փուչիկ է, որ այդ ամբողջը կեղծ է, որ այդ ամբողջը ցինիկություն է, որ եվրոպական կառույցները, եվրոպական խորհրդից մինչև եվրոպական հանձնաժողով, եվրոպական պարլամենտից մինչև եվրոպական օմբուդսմեն կույր են, խուլ են եւ համր, երբ խոսքը գնում է իրենց իսկ դավանած, քարոզած, Հայաստանում տասնյակ միլիոնների արժեքով տարածված արժեքների պաշտպանության մասին։ Եվրոպայի խորհուրդը, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ, այսօր բարոյական բանկրոտ է։ Բարոյական բանկրոտ, որը չունի ամոթ։ Արդարադատության նախարարը, տիկին նախարարը երեք հարցազրույց էր տալիս, ասուլիս էր տալիս եւ ասում էր, որ գիտեք, ասում է, միջազգային կառույցները, որ չեն արձանագրել, որ կան քաղբանտարկյալներ, ուրեմն քաղբանտարկյալներ չկան։ Այդ գեղեցիկ կինը իր այդ նման խոսքերով վարկաբեկում է կանանց գեղեցկությունը, վարկաբեկում է կանանց ներկայությունը կառավարությունում, վարկաբեկում է կնոջ դերը հայ կյանքում եւ հայ քաղաքական անցուդարձի մեջ, որովհետեւ որևէ միջազգային կառույցի կարիք հայ ժողովուրդը չունի արձանագրելու համար, որ իր լավագույն զավակները նստած են քաղաքական դրդապատճառներով տարբեր բանտերում, որովհետև բացառիկ իրավունքը իր զավակներին ճանաչելու քաղաքական բանտարկյալ հայ ժողովրդինն է, ինչը երևում է եւ արտացոլվում է բոլոր սոցիոլոգիական հարցումներում։ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, հայ ժողովուրդը դրա մասին գիտի եւ որևէ միջազգային կառույց, որքան էլ նախկինում հեղինակավոր է եղել կամ դիտվել Հայաստանում, չունի հայ ժողովրդից ավելի բարձր իրավասություն արձանագրելու նման ամոթ եւ նման ցավ։ Երեք հրապարակվեց միջազգային
իրավապաշտպան կառույցներից մեկի Human Rights Watch-ի տարեկան զեկույցը։ Խայտառակ զեկույց։ Այդ զեկույցում գրված չէ, օրինակ, որ Ադրբեջանի բանտերում ազգային հողի եւ քաղաքական հողի վրա նստած են մեր հայրենակիցները, բայց արդյոք չկան նրանք Բաքվի բանտերում։ Իհարկե կան։ Եվ արդյոք մենք ունենք նման զեկույցների կարիքը հասկանալու ու ընդունելու համար, որ այդ երևույթը գոյություն ունի։ Ոչ, չունենք։ Մենք այլևս դադարում ենք գյուղից եկած աղքատ բարեկամի պես նայելու ձեզ եւ ձեր խոսքին։ Ձեր բերաններից դուրս եկող խոսքերը պետք է լինեն ձեր բարոյական սփոփանքը, ոչ թե մեր։ Այդ զեկույցում գրված չէ նաեւ, որ Հայաստանում առաքելական եկեղեցու դեմ իրականացվում է պետական մակարդակի տերոր եւ հակաքարոզչություն։ Կա այդ հակաքարոզչությունն ու տերորը, իհարկե կա։ Մենք այդ զեկույցի կարիքն ունենք տեսնելու, հասկանալու եւ ընկալելու համար, որ սրբազաններից միջև հոգեվոր հայրեր նստած են բանտերում, որ հայոց եկեղեցիները պղծվում են սատանիստերի եւ անհավատների կողմից։ Ոչ, մենք նման զեկույցների կարիքը չունենք, տիկին նախարար։ Հայ ժողովուրդը ոչ մեկի կարիքը չունի վերագտնելու իր արժանապատվությունը եւ մաքրելու դեպի ապագա իր ճանապարհը։ Եվրոպական խորհրդի տարբեր կառույցներ այս պահին թեպետ ստեղծված են եղել որպես ժողովրդավարության հսկիչ շներ, այսպես ասած ոչ դոգեր, վերածվել են ժողովրդավարության պուձելների, որոնց ընդամենը խուզում են, լվանում, կերակրում, նկարում, սրտիկներ դնում, սակայն նրանց հաչոցը չի լսվում, սակայն նրանք ունակ չեն որևէ բան պաշտպանելու, հատկապես սեփական դավանած արժեքները։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի ներկաներ, ես խնդրում եմ ձեզ չհիասթափվել այն փաստից, որ նման ակցիաներից հետո այո, մարդիկ դուրս չեն գալիս բանտերից, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ կաթիլը քար է ծակում, որ ճանապարհն անցնում է միայն այն մարդը, ով անում է առաջին քայլը։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ թունելի վերջում լույս կա։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այս մարդիկ ու պատկերներ այսօր մեզ են շրջապատում, իրենց ճաղավանդակների դուրս նայելով տեսնում են ոչ թե ճաղավանդակը, այլ այդ ճաղավանդակից դուրս շողացող արևը, որպես ապագայի, որպես պայքարի, որպես լավատեսության խորհրդանիշ։ Եվ մենք նույնպես իրավունք չունենք հոգնելու, իրավունք չունենք հուսահատվելու, իրավունք չունենք հիասթափվելու։ Ամեն անգամ, երբ որ կա առիթ, եւ անգամ առանց առիթի, մենք պետք է հիշենք, որ մենք ժողովուրդ ենք, որի լավագույն զավակները նստած են հենց այդ ժողովրդի ճակատագրի համար Հայաստանի եւ Բաքվի բանտերում։ Ամոթ մեզ, որ նրանք դեռ նստած են։ Սակայն Փառք հայ ժողովրդին, որը նման ակցիաներով եւ իր հազարամյակների պատմությամբ ապացուցել է, որ չի ընկճվելու ոչ ներքին, ոչ արտաքին ոսոխի դեմ։ Ամոթ եվրոպական կառույցներին, որոնց ներկայացուցիչ այսօր այս դալիճում ազգային ժողովի, հետո Երևանի որևէ գողտրիկ կաֆեում կխմի մի գեղեցիկ շարդոնե, սակուսկա կանի մի կրուասանով կամ երշիկով եւ կմտածի wonderful country, լավ կերակրում են, կարևորը տակը չոր լինի, իր տակը կարող է չոր լինի այդ պահին, բայց մենք թույլ չենք տալու, որպեսզի եվրոպական չինովնիկները, միջազգային կառույցների ներկայացուցիչները հանգիստ այցելեն Հայաստան։ Հայաստանը իրոք հյուրընկալ երկիր է, բայց Հայաստանը չի հանդուրժելու այն մարդկանց, ովքեր գալիս են մեր երկիր, տուրիստական այցերով, թեպետ քաղաքական մանդատ ունեն։ Մենք չենք հանդուրժելու այն մարդկանց, որոնք իրենց այցերով պարզապես փող են աշխատում իրենց օրապայիկներով եւ գալիս են այստեղ լռելու, լափելու, լակելու եւ հետո մի հիմար զեկույց գրելու եւ գնալու։ Սխալվում եմ, պատրաստ եմ ներողություն խնդրել։ Դրա համար ուզում եմ այսօր կամ վաղը այդ նույն Եվրոպայի խորհրդի օմբուդսմենից լսել արձանագրում այն փաստերի, որոնց մի մասին մենք այսօր խոսեցինք այստեղ։ Եթե նման արձանագրումներ չլինեն, ուրեմն ասածս ոչ միայն ճիշտ է, այլև քիչ է։ Ուրեմն մեր բողոքը բարձրաձայնվելու է տարբեր հարթակներում, այդ թվում Եվրոպական քաղաքական համաժողովի շրջանակներում եւ դրա
Հայաստանից ավելի լավ առիթ 40 երկրի ղեկավարներ են գալու։ Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը հավուր պատշաճի կընդունի այդ բոլոր երկրների ղեկավարներին, որոնք կգան այստեղ լռելու եւ դավաճանի գլուխը շոյելու համար։ Գնացեք շոյեք ձեր սեփական շնիկներին։ Մեր երկիրը ղեկավարող դավաճանական խունտայի ներկայացների գլուխը պետք է ոչ թե շոյել, այլ պետք է այդ գլխի վրա բերել պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված։ Էլ չեմ ասում Աստծո պատժի մասին։ Սիրելի ներկաներ, շնորհակալ եմ ձեզ ձեր ներկայության համար, շնորհակալ եմ բոլոր քաղաքական, հասարակական ուժերին, քաղաքացիներին, նախաձեռնություններին այսօր այստեղ գտնվելու համար եւ կարծում եմ, վստահ եմ, որ մեր միասնական պայքարը հանուն ազատության եւ հանուն ավելի լավ Հայաստանի շարունակվելու է, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, մեզ միավորող արժեքները, հայ ժողովրդին սոսնձող արժանապատվությունը ավելի ուժեղ է, քան կուսակցական կանոնադրություններն ու ծրագրերի տարբերությունը։ Ես դրան հավատում եմ, վստահ եմ հավատում եք նաև դուք։ Շնորհակալ եմ։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Freedom, 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 freedom։ Շնորհակալ ենք։ Ինչ հանդիպում։ Պարոն Աշոտյան, ամեն դեպքում ամփոփելով նշեցիք